Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, ապրիլի 20 Տիրոջ պատերազմները պատերազմիր, առաջին թագավորաց 18-րդ գլուխ 17-րդ խոսք Աստծո ընտրյալների սրբազան բանակը մինչև հիմա երկրի վրա պատերազմ է մղում և նրանց փրկության առաջնորդու հրամանատարը Հիսուս Քրիստոսն է, նա ասել է. Ահա ես ամեն օր ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վախճանը։ Ականջ դրեք պատերազմի գոչյուններին, հիմա թող Աստծո ժողովուրդը ամուր կանգնի իր շարքերում և ոչ մեկի սիրտը թող չնվաղի։ Ճիշտ է, ներկա ժամանակներում մեզ քրիստոնյաներիս դեմ մղվող պատերազմը բորբոքվում և սաստկանում է, և եթե Տերը չբարձրացնի իր սուրը, մենք չգիտենք, թե ինչ կկատարվի Աստծո եկեղեցու հետ, սակայն եկեք սրտապնդվենք և քաջությամբ լցվենք։ Աստծո ճշմարիտ եկեղեցին իր տեղից շարժելու և հակաքրիստոսին իր աթոռին նստեցնելու ուղղությամբ երբեք այնպիսի կատաղի ջանքեր չեն գործադրվել, որքան այսօր է, այնպես որ մենք համարձակ ձայների և զորավոր ձեռքերի կարիք ունենք, քարոզելու և հռչակելու վաղեմի ավետարանը, հանուն որի մեր մարտիրոս եղբայրներն իրենց կյանքն են տվել և որը դավանողներին դաժանաբար սպանել են։ Փրկիչն իր հոգով դեռևս երկրի վրա է, և թող այս փաստը ոգևորի մեզ։ Նա միշտ կռվի ամենաթեժ գոտում է, այնպես որ պատերազմի ելքը որոշված է, և ինչ քաղցր բավարարվածություն է մոլեգին պայքարի մեջ գիտակցել, որ Տեր Հիսուսը, որպես մեծ քահանայապետ, իր գերագույն իշխանությամբ բարեխոսում է իր ժողովրդի համար։ Ով անհանգիստ հոգի, այդքան շատ մի նայիր ներքևում ընթացող ճակատամարտին, որովհետև ծուխը կպարուրի քեզ, և դու կզարհուրես տեսնելով քո առնաշաղախ հագուստները։ Վեր բարձրացրու աչքերդ և նայիր այնտեղ, որտեղ Փրկիչն է ապրում և աղաչանք մատուցում, որովհետև քանի դեռ նա բարեխոսություն է անում, Աստծո ժողովուրդն ապահովության մեջ է։ Եկեք կռվենք այնպես, կարծես ամեն բան մեզանից է կախված, միևնույն ժամանակ վեր նայելով և գիտակցելով, որ իրականում ամեն բան նրանից է կախված։ Եվ հիմա ես կոչ եմ անում ձեզ, որ սիրում եք Հիսուսին, քաջությամբ կռվել սուրբ պատերազմում, կռվել քրիստոնեական սրբության շուշաններով և Փրկչի քավության վարդերով, կռվել հանուն ճշմարտության և արդարության, հանուն թագավորության և ձեր Տիրոջ ոսկեպսակի։ Առաջ, որովհետև պատերազմը ձերը չէ, այլ Աստծունն է։ Երկրորդ Մնացորդաց 20-րդ գլուխ 15-րդ խոսք